Շնորհակալություն մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան, պարոն Վարդանյան, պարոն Անդրեասյան, եզրափակիչ ելույթներ չեք ունենա, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյան, համեցեք։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո սահմանված կարգով առաջարկություններ չեմ ստացել, սակայն որպես անհամաձայնություն կամ քննադատություն հնչել է երկու տեսակետ։ Առաջին տեսակետի հեղինակները պնդում են, որ առաջարկվող գումարները բարձր են եւ պետք է գնալ համաներման ճանապարհով, որպեսզի բանակից խուսափած քաղաքացիներն առանց ծառայելու եւ առանց որևէ վճարում կատարելու կարողանան վերադառնալ Հայաստան։ Երկրորդ տեսակետի հեղինակները տրամագծորեն հակառակ պնդումն են անում, ասելով, անթույլատրելի է որևէ գումարի դիմաց ազատել քրեական պատասխանատվությունից։ Սկսեմ առաջինից։ Իմ համոզմունքն այն է, որ համաներումն անընդունելի լուծում է եւ խորապես անարդար է պետության առաջ իրենց պարտքը կատարած զինծառայողների, ծառայության ընթացքում վիրավորվածների եւ հատկապես զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ։ Մենք սա արդեն անցել ենք։ 2021 թվականին ընդունվել է համաներման մասին օրենք։ Այդ պահին բանակից խուսափելու համար հետախուզվում էր 11106 քաղաքացի, համաներումից օգտվեց ընդամենը 1360-ը, այսինքն համաներումը չլուծեց խնդիրը, այլ ընդամենը պետությունը ժամանակավորապես փակեց աչքերը այս խնդրի վրա։ Ավելին, շատ կարճ ժամանակ անց մենք կրկին ունեցանք նույն խնդիրը, մենք ունեցանք քաղաքացիների նոր խումբ, որոնց 27 տարին լրացել էր համաներումից հետո եւ որոնք հայտնվեցին նույն փակուղու առաջ։ Սա հստակ եւ կենսափորձով հաստատված ապացույց է, որ համաներումը ոչ համակարգային, ոչ արդար, ոչ արդյունավետ լուծում է։ Հիմա անդրադառնամ երկրորդ քննադատություն առաջարկություններին։ Այն քաղաքացիները, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից եւ շարունակում են մնալ հետախուզման մեջ, ոչ մի օգուտ չեն բերում պետությանը։ Ոչ միայն օգուտ չեն բերում պետությանը, այլև տարիներով կտրված մնալով Հայաստանի Հանրապետությունից մենք կորցնում ենք մեծ ներուժ, սոցիալական կապեր եւ տնտեսական ակտիվություն։ Բացի այդ, գործող կարգավորումներով 37 տարին լրանալուց հետո քրեական գործերը կարճվում են վաղեմության ժամկետի անցման հիմքով։ Եթե մենք այսօր 27-ից 37 տարեկան քաղաքացիներին այս հնարավորությունը չտանք, ապա նրանք եւս մի քանի տարի կշարունակեն մնալ հետախուզման մեջ եւ Հայաստան կվերադառնան արդեն 37 տարեկանից հետո եւ չեն վճարի որևէ գումար, չեն ծառայի որևէ օր, այսպիսով մենք կունենանք կորուստներ։ Այս առաջարկության դեպքում պետությունը կորցնելու է եւ հնարավոր զինծառայողներ, եւ ուղիղ ֆինանսական մուտքեր, եւ տնտեսության մեջ առաջացող շղթայական ազդեցությունը, քանի որ վերադարձող քաղաքացիները ոչ միայն ուղիղ վճարում են կատարում պետական բյուջե, այլև այստեղ ապրում են, կատարում են գնումներ, օգտվում են ծառայություններից, օժանդակում են տնտեսության ակտիվությանը։ Ամփոփելով խոսքս վերահաստատում եմ, առաջարկած մոդելը ոչ համաներում է, ոչ էլ գումարի դիմաց հաց լուծել։ Սա ծառայության այլընտրանք է, որը մարդկանց հնարավորություն է տալիս վերադառնալ Հայաստան, ապահովում է ծառայություն եւ պետական մուտքեր։ Ու վերականգնում է արդարություն նվազագույն զգացումը ծառայածների նկատմամբ։ Հեշտ լուծումը համաներումն է, պետական լուծումը կանխատեսելի, արդար եւ պատասխանատվության վրա հիմնված օրենք է։ Ես ընտրում եմ երկրորդ ճանապարհը։ Խնդրում եմ 4-րդ անգամ եւս կողմ քվեարկել իմ կողմից առաջարկվող նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր չեն լինի։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանին։ Շնորհակալություն, նախագծի քննարկման հետ կապված որևէ բան ավելացնելու չկա, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին, համեցեք։
Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացվեցին օրենքի նախագծի մանրամասները, կառավարությունը որևէ առարկություն չունի ընդունման առնչությամբ եւ միաժամանակ առաջարկություններ երկրորդ ընթերցման շրջանակներում չեն հնչել։ Խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան, եզրափակիչ ելույթներ ենթադրում եմ, որ չեն լինի, պարոն Սարգսյան, չունեք, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի ներկայացրած պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյան, համեցեք տիկին Բաթոյան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկում եմ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, ովքեր հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխաների բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ հայցերով, հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով, ինչպես նաև ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։ Նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել, ուստի պատեհ պահի խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, առաջարկներ չեն եղել, գրավոր հարցեր չեն լինի, հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում պետական իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Անուշ Կլոյանին։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովի, սա երկրորդ ընթերցումն է, միայն պետք է ասեմ, որ մեր բռնության ենթարկված քաղաքացիները պետությունից կստանան լիարժեք դատական պաշտպանություն, կոչ եմ անում գործընկերներից նախագծին կողմ քվեարկել։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արտադրության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանին։ Հարգարժան պարոն փոխոսնակ, հարգելի գործընկերներ, պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է, ինչպես իմ գործընկերը ներկայացրեց, այն հնարավորություն է տալիս պետական տուրքի վճարումից ազատել ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց։ Փաստացի այս նախագիծը բազմիցս քննարկվել է եւ կառավարությունը առաջինից երկրորդ ընթերցման համար չունի որևէ առաջարկություններ, ուստի խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան, եզրափակիչ ելույթներ չեն լինի, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք